Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ամենամյա մամուլի ասուլիսի շրջանակներում ձեզ հետ հանդիպելու համար։ Նպատակն է անցած տարվա 2025 թվականի պաշտպանության ոլորտում նախարարության եւ նախարարի գործունեության արդյունքների վերաբերյալ ձեզ հետ այսօր ունենալ ամփոփում տարվա։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 2025 թվականի պաշտպանության նախարարության հետ ձեր ունեցած համագործակցության համար, ինչպես նաև մեր նկատմամբ ունեցած ձեր ուշադրության համար, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների դերը շատ կարևոր է հանրության եւ պաշտպանության նախարարության կապի, համագործակցության եւ ինֆորմացիայի փոխանցման համար եւ մենք շատ բարձր ենք գնահատում այս տեսանկյունից ձեր հետ համագործակցությունը եւ լիահույս եմ, որ 2026 թվականը նույնպես կլինի արդյունավետ եւ մենք կարողանանք շարունակել մեր համագործակցությունը արդյունավետ։ Հարգելի գործընկերներ, պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը ու գործընթացները ռազմավարական նշանակություն ունեն եւ այդ իսկ պատճառով կարեւոր ենք համարում այս ձևաչափով հաղորդակցումը ձեզ հետաքրքրող հարցերը լսելու, քննարկելու եւ առաջարկները հաշվի առնելու նպատակով։ Նախ համառոտ անդրադառնամ կատարված աշխատանքներին, որից հետո հանրային իրազեկումը կիրականացնենք հարց ու պատասխանի միջոցով ու ձևաչափով։ 2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ։ Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա 2018 թվականի հետ։ Իսկ 2025 թվականի պաշտպանական ծախսերը եղել են 664 միլիարդ դրամ, այն է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական զրոյական նախահեղափոխական տարվա հետ, այն առումով, որ շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե ծախսերի եւ թե ընդհանրապես ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։ 2025 թվականը կարևոր է նաեւ բարեփոխումների առումով, մասնավորապես ժամկետային զինվորական ծառայության կրճատումը այն առանցքային բարեփոխումներից է, որը շրջադարձային է երրորդ հանրապետության պատմության մեջ եւ ես չեմ կարող չանդրադառնալ սրան, այս համատեքստում ընդհանրապես պիտի անդրադառնամ այն քննադատություններին, որ հնչում են 1.5 տարի ժամկետային զինծառայության անցման նկատմամբ։ Ես առիթ եմ ունեցել խոսելու նրա մասին, որ 18 ամիս ժամկետային զինծառայության մասին նախ որոշումը ունեցել ենք դեռևս 21 թվականին, որը արտացոլվել է կառավարության 21-26 թվականների ծրագրով եւ մեծապես այն կապված է նաև նրա հետ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները ունենալով հաջողություններ հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Սա հստակ է, շատ պարզ է ու կարծում եմ այստեղ տարընթերցումները ավելորդ են։